Նախորդ ամիս համացանցում ամենաքննարկված թեման Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գերշքեղ Հարսանյաց արարողությունն էր։ Ամուսնանում էր Վիվառու ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդին Ռոման Բադալյանը։ Ռոմանի ընտրյալը Մարինեն է, ով համացանցում հայտնված նախնական տեղեկությունների սովորական ընտանիքից է, սակայն ավելի ուշ, ինչպես կադրերն էին փաստում, այնքան էլ այդպես չէր։ Մարինան ևս օլիգարխի դուստր է։ Համացանցում հայտնվել էին գերշքեղ հարսանեկան արարողության կադրերը։ Հարսանիքը վարում էին Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ Հարութ Փամփուկչյանը Արամեն ելույթ էին ունեցել, հայտնի հյուրերից էր նաև Նիկոլ Շերզինգերը։ Համացանցում հայտնված կադրերից հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռոման Բադալյանի սիրելին Մարինան վերջին տարիներին ամուսնացած եւ բաժանված է եղել։ Այդ ամենը տեղի է ունեցել 2 տարի առաջ։ Համացանցում հայտնվեցին Մարինայի եւ նախկին ամուսնու մասնակցությամբ կադրեր, որը հարսանիքից էր արված։ Համացանցում շատերն էին քննադատում Մարինային կարճ ժամանակահատվածում կրկին անգամ ամուսնության դիմելու, սակայն ինչպես մյուս կողմներ նշում, չի կարելի մեղադրել կանանց, ովքեր դժբախտությունից հետո փորձում են կրկին անգամ երջանկանալ։ Մեղադրում էին մարդիկ քննադատողներին, ասելով, որ հայի բնավորություն է ընկածին քննադատել, քարկոծել, փոխարենը օգնել եւ քաջալերել, որպեսզի հասկանա, որ իրականում արժանի է երջանիկ լինելու։ Հավելենք նաեւ, որ համացանցում տարածվել էր Մարինայի գեղեցիկ հարսի պարը։ Հարսի պարին ներգրավված էր շուրջ 30 պարող։ Բացի ավանդական հարսի պարից Ռոմանը եւ Մարինան զուգապարով հանդես եկան պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ։ Հարսանեկան պարային բեմադրությունների հեղինակը պարուսույց Վիկա Մարտիրոսյանն էր։ Ինչպես ավելի ուշ մեր աչքից չի վրիպել, Քավորի միջոցով է զույգը ծանոթացել, քանի որ Քավոր կինը Մարինայի քույրն է։ Ներկայացնում ենք շքեղ հարսանիքը առանց մեկնաբանության։